Մենք ներկայացնում ենք Փայտեձի ընկերությունը, որը պատրաստում է մանկական կահույք, խաղալիքներ։ Ի սկզբանե պլանավորում էինք ունենալ փայտի խաղալիքների արտադրություն։ Բնական փայտից պարզ գծերով մինիմալիստական խաղալիքներ, որ վստահ եմ երեխայի ձևավորման վրա լավ կազդեր։ Հետագայում փորձեցինք մանկական կահույք։ Ճանապարհը ցույց տվեց, որ պետքա սեփական արտադրամաս ունենալ ու Արմավիրի մարզում Մրգաշատ գյուղում ստեղծեցինք մեր առաջի փոքր արտադրամասը, իրականում մեր վարպետներից մեկի հենց բակային հատվածում հետաքրքիր կոնցեպտ ստացանք համագործակցելով մարզերում գտնվող վարպետների հետ։ Հետո այդ պրակտիկան մենք շարունակեցինք եւս 2 մարզերում նույն սկզբունքով։ Ոգևորությունը մենք ստացել ենք այն մարդկանցից, ովքեր առաջինը մեզ վստահել են, թեկուզ մեր ծանոթները, մեր ընկերները, երբ որ իրենց բալիկների համար մենք պատրաստել ենք մահճակալներ, խաղալիքներ։ Մեր թիմի անդամները կարելի ասել բավականին հատնտիր են թե ազնվության տեսանկյունից, թե վարպետության տեսանկյունից։ Միշտ պատրաստ ենք ներգրավել մեր ընկերության աշխատանքներում Հայաստանի ցանկացած գյուղից, մարզից վարպետներ լուծելով լոգիստիկ ինչ-որ խնդիրներ, փորձենք ստանանք արտադրություն, կլինի դետալ կամ հստակ ինչ-որ կոնկրետ մի պրոդուկտ, որը այդ հատվածում կարվի։ Փայտի արտադրությունը բնականաբար իրանից ենթադրում է բավականին մեծ քանակությամբ, մոտ 20% թափոն փայտային, որը մենք չենք կարող ուղղակի վերածենք թափոնի, մենք այդ բոլոր դետալները կարող ենք մի տարի հավաքել, մինչև ինչ-որ մի հատ կետում փորձենք այդ դետալներին համապատասխան խաղալիք նախագծել։ Իմ գործընկեր Նարեկը վերջերս Տիգրան Համասյանից համագործակցության առաջարկ ստացավ ստեղծել խաղալիքներ իր նոր ալբոմի հետ կապված հերոսներով ունենալ 3-4 տեսակ խաղալիք շատ սահմանափակ քանակությամբ։ Խաղալիքները տեղադրվելու է հատուկ տակդիրի վրա, որտեղից որ հնչելու է նույն ալբոմի 2 կամ 3 թրեք։ Եթե հաճախորդը լիարժեք գոհ է, հնարավոր չի, որ ինքը իր ընկերական միջավայրում հավաքույթի ժամանակ տանը նստած մի անգամ չասի, որ նայեք ինչ հաջողված ստացվեց, պատվիրեցի մահճակալ, ժամանակին բերեցին, սպասելիքներն ու այն ինչ որ ստացա լիարժեք իրար համապատասխանում էր։ Երևի 50 եւ ավել տոկոս պատվերները գալիս է այն մարդկանցից, ովքեր արդեն մի անգամ օգտվել են մեզանից։ Կլինեն իրենց բարեկամները, ընկերները։ Դժվարությունները անխուսափելի են արտադրության մեջ ու համարձակությունը իրականում երևի ամենակարևոր կետն է այս ամեն ինչի մեջ։ Այն մարդը, ով Հայաստանում ասում է գործ չկա, իր համար երևի թե աշխարհում ոչ մի տեղ էլ գործ չկա, որովհետև ամեն օր ասելու փոխարեն որ գործ չկա, եթե մի հատ քար դրվի քարի վրա, հաստատ կդառնա ինքը գործ։